իշխանությունների թալան, բայց այս իշխանությունը թաղված է ամբողջությամբ թալանի մեջ եւ անիֆի գործը շարունակում է ամենաաղմկահարույց գործերից մեկը մնալ։ Խնդրեմ ինչ կարող եք ասել, երևի սկսենք հենց այս հարցից։ Մինչև բացել անիֆի թեման, պետքա շեշտենք, որ այս իշխանությունների համար կոռուպցիոն սկանդալները նկատի ունեմ կոռուպցիոն սկանդալները նաև օգուտ են, ինչ իմաստով, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը հաշվեհարդար է ուզում տեսնել ինչ-որ մեկի նկատմամբ, նա միանգամից օգտագործում է այս գործիքը իր թիմակիցների նկատմամբ նկատի ունեմ ու կարողանում է իր ձեռքի մեջ պահել, մենք գիտենք Խաչատուր Սուքիասյանի, այն Սիլ Պլազայի հայտնի դեպքը կամ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու դեպքը, որպեսզի Ալեն Սիմոնյանին հանկարծ չթողնի աջ ու ձախ գնա ու ընդհանրապես այս կոռուպցիոն մեխանիզմները ինքը օգտագործում է իր բռի մեջ պահելու համար, բայց հանրությանը կերակրում է, որ կոռուպցիա իրականում չկա։ Իհարկե կոռուպցիա կա եւ բացահայտ է ու հետքը բազմիցս է բացահայտելու անդրադարձել, մեկն էլ հենց այս անիֆի գործն է, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր խելագարություններով փորձում է կոծկել այս գործը, երբ որ ազգային ժողովում օրինակ падգամավոր Աննա Գրիգորյանը այս հարցն է բարձրացնում, նա սկսում է իր գժական պահվածքով հանրության ուշադրությունը հրավիրել իր գժական պահվածքի վրա ու կորում է Աննա Գրիգորյանի հարցը, սա իհարկե Նիկոլ Փաշինյանի համար տակտիկական քայլ է, որպեսզի հասարակության ընկալումների մեջ չնստի, որ նրանք կոռումպացված են, օրինակ որ Արցախի հանձնող են իրանց համար նորմալ է, որ դա նստի, բայց որ կոռումպացված են, այս իմաստով իրենց համար խնդիր է։ Դրա համար ես նաև ուզում եմ Աննա Գրիգորյանի եւ ջրաղացին ջուր լցնել եւ նաև հետքին շնորհակալություն հայտնել այս պրոֆեսիոնալ լրագրության համար, ինչով է սա նաև կարևոր, որովհետև ընդհանրապես Նիկոլ Փաշինյանական մեդիաներում, երբ որ լուր է տարածվում, չէ՞, հիշում եք այդ Փաշինյանը, որ ջղաձգումների մեջ ընկավ ու ազգային ժողովից ասաց, որ մամուլի հրապարակումներում էլ ձեր մասին ինչ ասես գրած չի պետքա կալանավորի, այստեղ տարբերություններ կան։ Նիկոլ Փաշինյանին ծառայող մամուլը ինքը դեղին մամուլ է։ Այնտեղ ոչ փաստեր կան, ոչ մեղադրվող կողմի հետ հարցազրույցներ, այսինքն երկրորդ կողմի հետ հարցազրույցներ կան, ոչ փաստաթղթեր կան, ոչ մի բան չկա, պարզապես հերյուրանքներ են, զրպարտություններ են, որը ինքը ունի նպատակ, քաղաքական նպատակ։ Հետքի պարագայում ինքը ունի լրագրության նպատակ, այսինքն եթե ինչ-որ բան բացահայտում ենք, դա անում ենք պրոֆեսիոնալ եւ անում ենք հանրության համար, որպեսզի քաղաքական գործիչները չկարողանան մեր հարկերի հաշվին իրենց վայելքներն ու չարաշահումները իրականացնել։ Ուրեմն դրա համար ես կարծում եմ անիֆի գործով կարիք կա նախ շատ խոսելու, բայց նաև կարիք կա բացատրելու, թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն 2019 թվականին ստեղծվում է ֆոնդ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ, այսպես է անունը, ու նաև ապրիլին է ստեղծվում, մայիսին ստանում է պետական գրանցում, այսինքն պետական ֆոնդ է դառնում։ Ու այս ֆոնդի իմաստը այն էր, որ Հայաստանում պետքա ներդրումներ բերվեն, որ պետքա Հայաստանի տնտեսությունը զարգանա եւ այլն եւ այլն։ Բայց մի քանի բան ընդամենը այս անիֆի բացահայտումներից ներկայացնեմ մեր հանրությանը, որպեսզի իմանա, թե ինչ մակարդակի չարաշահումներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են, ասենք, չաշխատելուն, փողերի ենթադրյալ լվացմանը, ենթադրյալ եմ ասում, այնտեղ ուրիշ տարբերակ երևի գուցե չկա, չհիմնավորված չափազանց բարձր աշխատավարձերին, ինչ որ բաներին, նեպոտիզմ նշանակում է, այսինքն եթե խնամի ծանոթ բարեկամ այդ հասկացությունն, հա, ԽԾԲ-ն այդ հայերեն ասած, որ քո մտերիմներին, բարեկամներին, ազգականներին ոնց որ պետական միջոցներից ես տալիս կամ պետական պաշտոնների ես նշանակում ու օրինակ այս կազմակերպ ֆոնդը Ռուսաստանում բացել էր մասնաճյուղ ու այդ Ռուսաստանի մասնաճյուղում 2020 թվականից 2025 թվականներ փոխանցում է եղել
$69 միլիոն հայկական դրամով 2.7 միլիարդ դրամ, այսինքն մոտավորապես $7 միլիոն 2020-ից 2024 թվականներ Հայաստանից փոխանցում են կատարել, որպեսզի նրանք էլ երևի ներդրումներ անեն։ Բայց ի՞նչն է հետաքրքիր, որ այս մոտավորապես $7 միլիոն, հա, 69 միլիոն $, միայն $6 միլիոն, պատկերացրեք, միայն $6 միլիոն գնացել է աշխատավարձերին։ Այսինքն մարդիկ այդ հայկական 69 միլիոն $-ից ընդամենը 1.9 միլիոն $-ը ինչ որ ծրագրերի մեջ են ներդրել, մնացած ամբողջությամբ աշխատավարձ է։ Դուք պատկերացնում եք սա։ Կուզեիք այդքան բարձր աշխատավարձ օրինակ ունենայիք, ընդ որում տեսեք 2020 թվականին այդ ռուսական մասնաճյուղում աշխատել է 15 հոգի, ընդամենը 15 հոգի, 2021 թվականին 12 հոգի, 2022 թվականին 4 հոգի է աշխատել, 4 հոգի աշխատել է ու այդ տարի 5.5 այդ մասնաբաժնից այդքան աշխատավարձ է գնացել, 23 թվականին, 24 թվականին 7 հոգի է աշխատել, հիմա հասկանալի է, չէ՞ արդեն, որ այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ մարդիկ ուղղակի իրենց բարձր աշխատավարձեր էին նշանակում մեր հարկերից։ Ու ընդ որում բազմաթիվ ծրագրեր, որ փորձել են իրականացնել, փորձել են կամ գուցե չակերտավոր փորձել են, չեն իրականացել։ Այս մարդկանց ծրագրերից գրել ոչ մի բան գրեթե չկա հիմա հողի վրա։ Բայց դրա փոխարեն ինչ է օրինակ եղել Հայաստանում օրինակ Hard Rock կաֆեին, որը սրճարան, զբոսաշրջիկների համար սրճարան 277 միլիոն դրամ են փոխանցել։ 277 միլիոն դրամ։ Կամ օրինակ 3 հեկտար տարածքում ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար Barrymount ընկերությանը փոխանցել են 960 միլիոն դրամ։ Պատկերացնում եք, այս Hard Rock կակուզեք կաֆե ունենայիք, որտեղից ասենք ձեզ 277 միլիոն $, ներողություն, դրամ կփոխանցեն, որ կարողանայիք ձեր տնտեսությունը, բայց սա ամենը չի։ Սա ամենը չի եւ ես էլ ամենը չեմ ասելու, որովհետեւ ժամանակը չի հերիքում, հա, այնքան շատ է Անիֆի գործով, բայց մյուս էական բանը այն է, որ այս Անիֆից նախ ասեմ, որ այս Անիֆի տնօրենների ոնց էր կոչվում այդ պաշտոնը, տնօրենների խորհրդի նախագահ եղել է Տիգրան Ավինյանը, գուցե պաշտոնը շատ բառացիորեն ճշգրիտ չասեցի, բայց իմաստը է սա տնօրենների շեֆ։ Ու այս ժամանակահատվածում, երբ որ ինքը եղել է տնօրենների խորհրդի նախագահը կամ նույն այլ անունով նման պաշտոնը, ուրեմն 1.5 միլիարդ դրամ գնացել է ինչ-որ օֆշորային կազմակերպության։ Օֆշորային, բայց ինչ է պարզվել, այդ օֆշորային կազմակերպությունը պատկանում է Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերուհուն։ Այսինքն դուրս է գալիս, որ Տիգրան Ավինյանը իր մտերիմ ընկերուհուն մեր հարկերից 1.5 միլիարդ դրամ փոխանցում է կատարել, անհասկանալի է, թե ինչի համար, անհասկանալի։ Սա այս ամբողջ Անիֆը ցույց է տալիս, թե ինչ խորը կոռումպացված իշխանություն է քաղաքացիական պայմանագիր իշխանությունը։ Սակայն հանրության շրջանում Նիկոլ Փաշինյանը ուրիշ խնդիր է լուծում։ Ինքը փորձում է, որպեսզի հանրության ընկալումներում այդ կոռումպացվածությունը չերևա։ Ինչու, որովհետև դա կա բան, կա կոռուպցիայի չափաբաժին հասարակության իշխանության մեջ եւ կա անկալում։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է այդ անկալումը նվազեցնել կոռուպցիայի չափաբաժնից։ Եթե նախորդ իշխանությունների դեպքում օրինակ եթե կոռուպցիան այսքան էր, բայց անկալումները մոտավորապես այսքան էին, հա, ավելի շատ էր անկալումները կոռուպցիայի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանի պարագայում կոռուպցիան ասենք այսքան է, բայց անկալումները այսքան են, որովհետև ես վստահ եմ դուք ձեր ծանոթ բարեկամների շրջանակներում լսած կլինեք, դե հա Արցախը տվեցին,
չգիտեմ, Սոնա Մնացականյանին մեքենայի տակ գցեցին, չդատվեց ոչ ոք, բան Տավուշից գյուղերը տվեցին, հարկերը բարձրացրեցին, ամեն ինչ վատն արի, բայց կոռուպցիա չկա։ Ոչ, կոռուպցիա կա, եւ այս Անիֆի ամբողջ պատմությունը այդ կոռուպացվածության, այդ թաթախվածության մեջ է, հա, ու ես խորհուրդ եմ տալիս ամեն անգամ երբ որ Նիկոլ Փաշինյանը ջղաձգումների մեջ է ընկնում, երբ որ կոռուպցիայի թեմայով են խոսում, ոչ թե բան անել, կենտրոնանալ նրա ջղաձգումների վրա, այդ պարզ է, ինքը ջղաձգվում է, ինքը տենց է, այլ կենտրոնանալ նրա վրա, թե ինչի համար է նա արել այդ ջղաձգումները։ Եվ այս պարագայում հենց սա է, որ միայն Ռուսաստանի մասնաճյուղը Անիֆի ստացել է մոտ $7 միլիոն, որից $6 միլիոնը եղել է աշխատավարձերը այդ մարդկանց ու ծախսվել է ոչնչի վրա։ Մեր հարկերը գնացել են ոչնչի վրա, փոշիացրել են, որպեսզի մի քանի հոգի ինչ-որ վայելքների մեջ ընկնեն։ Ու այս իմաստով պետք է հանրությունը այդ ավելի շատ մտնի այն տակի, այն կոռուպցիայի մեջ, որը Նիկոլ Փաշինյանը անդադ փորձում է քողարկել իր բանով, գորգորոսնելով, գիտեք սա ինչի է նման, երբ որ օրինակ ասենք ինչ-որ բորդելում, չգիտեմ, բան են, սեռական հարաբերություններով են զբաղվում, բայց վարակույր են քաշում, որպեսզի, ասենք, Չերևան, չէ։ Հիմա այդ Նիկոլ Փաշինյանի գորգորոցները այդ վարակույրը քաշում, վարակույրի վրայից մի հատ էլ sense դարպասա դնում, որպեսզի հանկարծ իրանց այդ կեղտոտ այդ կոռումպացվածությունը չերևա։ Այո, այս իշխանությունը եւ դավաճանն է եւ բնականաբար կոռումպացված է։ Դավաճանությունը ավելի բարձր մակարդակ է, որովհետեւ պետքա կոռումպացված լինես, որ հասնես դավաճանության, չես կարող պարզապես դավաճան լինել, հա։ Այդ բոլոր այդ մակարդակները անցնելուց հետո ես դառնում դավաճան ու ինչպես ասացինք, այս իշխանությունները կոռումպացված են եւ դավաճան են ու ինչպես նաեւ անընդհատ հիմա փորձում են մեր ուղեղները լվանալ, թե Հայաստանում խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա է։ Ճիշտն ասած, այս վերջի 7 տարիներին շատ բան են, հա, մեզ համար այդ մամուլի ազատության հետ կապված հետազոտությունները մեզ համար քիչ վստահելի են, ինչու, որովհետև երբ որ 2018 թվականին տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ, այն ժամանակ կար քաղաքացիական հասարակություն, որոնց մի մասը մտավ իշխանություն, դարձան նախարարներ, падգամավորներ, տարբեր պետական օղակներում սկսեցին աշխատել, մյուս մասն էլ տենց իրենց բարի դրացիական սերտ հարաբերությունները շարունակեցին պահպանել այդ իշխանության հետ ու նրանց ձեռքին էր, հա, նրանք էին այն մարդիկ, որոնք միջազգային կառույցներին զեկույցներ էին տալիս եւ պատմում էին Հայաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ, այդ թվում խոսքի ազատության վերաբերյալ։ Օրինակ, դժվար է չէ պատկերացնել, որ Դանիել Յոհաննիսյանը կամ Արթուր Սաքունցը հաշվետվություն տային այն մասին, որ 5-րդ ալիքի սեփականատիրոջը ապօրինի բռնել են, կամ Երևան Today-ը ԱԱԾ-ն ներխուժել է Երևան Today, վերցրել է կրիչները եւ չի վերադարձնում եւ այլն եւ այլն։ Դժվար է չէ պատկերացնել, բայց նրանք էին այդ օղակները, որոնք այդ հաշվետվություն տալիս են միջազգային կառույցներին։ Եվ դրա պատճառով միջազգային կառույցների վերլուծությունները դարձել են չվստահելի, ոչ թե միջազգային կառույցն է դարձել չվստահելի, այլ այն մեխանիզմը, որը աշխատել է այդ միջազգային կառույցներին տալու հաշվետվությունը, այդտեղից է խզումը առաջացել։ Ու միջազգային կառույցներում դժբախտաբար սա լավ չեն հասկանում, կամ էլ երբ որ պահը գալիս է, որ արդեն պետք է հասկանան, այս քաղաքացիական հասարակությունը նորից գործի է դնում այդ իր ցենզուրան ու դուրս է մղում այն իրական քաղաքացիական հասարակությանը, թույլ չի տալիս, որ միջազգային կառույցները լսեն այդ իրական քաղաքացիական հասարակությանը։ Հիմա վերադառնալով ինչի մասին ենք ուզում խոսել, հա, գիտեք, այդ դեպքը, որ լրագրողին Աղեկյանին այդ հիմա շատ աղմկահարույց դեպք է, ինձնից առաջ էլ փաստաբանն էր խոսում Զարուհի Փոստանջյանը, բայց ուզում եմ անդրադառնալ այս դեպքով մեկ անկյան վրա, որը շատ էական է,
թե ոնց են խոսքի ազատությունը փորձում սահմանափակել այս բռնապետական կոռումպացված եւ դավաճան իշխանությունները։ Տեսեք, 2021 թվականին այս իշխանությունները դատախազության Ալեն Սիմոնյանների եւ մնացածի միջոցով փորձում էին վերադառնալ զրպարտությունը վիրավորանքը քրեականացնելու։ Եվ դա երևի կհիշեք, դեռևս ապա քրեականացվել էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, որ զրպարտությունն ու վիրավորանքը համար դու չէր նստում, եւ 2021 թվականին այս իշխանությունները փորձեցին քրեականացնել, սակայն կրկին միջազգային կառույցների եւ տեղի քննադատությունների ճնշումների արդյունքում նրանք հետ քայլ արեցին եւ չքրեականացրեցին։ Թե չէ պատկերացեք, որ քրեականացնեն, հիմա բոլորս իրենց դատարանները, քան որ դատարաններն իրաց ձեռքն է, ինչ ուզեին, ոնց ուզեին, օրինակ ինձ, որ ես իրենց դավաճան եմ ասում, սա կհամարեին վիրավորանք ու կնստացնեին, մինչդեռ դավաճանը հիմնավորված է եւ Արցախը հանձնելը առանց ինձ հարցնելու եւ առանց արցախցիներին հանձնելու ճանաչել է Ադրբեջանի կազմում դավաճանությունը եւ մնացել է ընդհանրապես դրա իրավական պատասխանը տալը, որը կտրվի, երբ սրանք այլևս օկուպացիայից ազատվի Հայաստանը։ Բայց վերադառնանք մեր այդ խոսքի ազատության սահմանափակման սրանց մեթոդին։ Ինչ են անում։ Տեսան, որ հետ քայլ, որ չեն կարողանում զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնել, նրանք որոշեցին ավելի տգետ եւ ճարպիկ, բայց ճարպիկ քայլ անել։ Եվ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը, որը վերաբերում է խուլիգանությանը, իսկ խուլիգանությունը նշանակում է, ասենք, հասարակության անդորը խանգարելը, հա, եւ ինչ որ վարկ դրսևորելը, որի միջոցով դու խանգարում ես հասարակության անդորը եւ այնտեղ մեկը, չգիտեմ, վատանում է, ուշքը գնում է այդ քո անդորը խանգարելուց։ Եվ այս խուլիգանության հոդվածով սկսեցին այդ վիրավորանքի համար, իրենց հասցված վիրավորանքի համար մարդկանց կալանավորել։ Առաջին դեպքը, որ արեցին, դա իմնեմնիմի այդ ոդքասթի տղաների Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի հանդեպ էր, նրանց կալանավորեցին գրեթե 2 ամիս, թե հենց 2 ամիս, այդ խուլիգանության հոդվածով, որը չի առնչվում նրանց, այսինքն նրանք դատեցին, արդարացվեցին իմիջիայլոց վերջերս էլ, բայց նրանք դատապարտեցին այդ տղաներին մի հոդվածով, որով չկար նրանց արածում այդ հանցակազմը, եւ սա իհարկե Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում է։ Ու այս պրակտիկան նրանք շարունակում են օգտագործել եւ հիմա Աղեկյանի դեմ նույնպես ասում են խուլիգանություն է արել եւ այդ խուլիգանության պատճառն էլ ինչն է, թե իբր թե դատավորին վիրավորելը։ Մինչդեռ կրկնում ենք, վիրավորանքը ինքը քաղաքացիական բան է, քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող բան է եւ դրա համար բնականաբար չպետք է կալանավորվեին, բայց այս իշխանությունները իրենց այդ սա տգիտություն չի, սա ուղղակի ճարպկություն, խորամանկություն է, որ լավ, եթե մեզ չթողեցին մենք մարդկանց կալանավորենք զրպարտության եւ վիրավորանքի համար, այդ դեպքում ինչ հոդվածով փորձենք նրանց կալանավորել։ Օրինակ կարային պիրատության հոդված կա, հա, ծովահենության հոդված կա Հայաստանի քրեական օրենսգրքում, կարող են մի օր էլ ասենք դա օգտագործել, բայց կրկին սա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, ու մեկ այլ հոդվածով մեկ ուրիշ արարքի համար դատապարտելը եւ սրա մասին մենք էլ նաեւ տեղեկացրել էինք մարդու միավորված ազգերի կազմակերպությանը, ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանը, որ այսպիսի պրակտիկա են օգտագործում, ցույց տալով այդ վերլուծությունը։ Եվ ըստեղ իսկապես թե իրավապաշտպանները, թե հասարակական քաղաքական գործիչները անելիք ունեն ցույց տալու այս պրակտիկան, որը կիրառում է այս իշխանությունը մարդկանց դատելով մի օրենքով, որով նրանք որևէ գործողություն չեն կատարել։ Հակառակ դեպքում գիտեք ինչ կա, այս խուլիգանության հոդվածով թե Նիկոլ Փաշինյանը, թե Ալեն Սիմոնյանը, թե Վահագն Ալեքսանյանը, թե Արսեն Թորոսյանը, որին ուզենաս այս հոդվածով կարաս փակես։ Ալեն Սիմոնյանը, ասենք, թքելու համար, Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու եւ վնգստացող ասելու համար կամ ԱԱԾ-ի պատվալները ձեզ կողելու։ Մի խոսքով այս լրիվ էս խուլիգանական արարքն է։
հա նորքի թաղապետը այ իր արածը օրինակ կարա հələ քննարկվի, վերլուծվի, արդյոք խուլիգանություն էր թե չէ որ բլոգերի վրա էր հարձակվել, ընդ որում մի քանի հոգով հարձակվել էին բլոգերի վրա, հետո ասում էին դե մենք մինչև թաղապետ լինել տղամարդ ենք, մինչդեռ մեր պատանեկության ժամանակ եւս որ ասենք մի 10 հոգով հարձակվում էին մեկի վրա, նույնպես խուլիգան էին կոչվում ու տենց բան էին, կոդրվում էին, էլի այսինքն մեր պատանեկության ժամանակ էլ կար քրեական օրենսգիրք կամ օրենսգիրք, որը նաև հետո մեծանում է, սպառվում է, կիրառվում է նաև բանում մեծերի օրենսգիրքում, բայց ամեն դեպքում այս նորքի թաղապետի արածից հետո ընդ որում չի կալանավորվել, այդ մարդու դեմ հոդված են քրեական գործ են հարուցել իբր թե, բայց այդ մարդը ազատության մեջ է ու մնացած պարագաներում, եթե տեսնեք, բոլորը կալանավորվում են, օրինակ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվեցին ոդքասթով հնչեցրած արտահայտությունների համար 2 ամիս նստեցին, բայց բանի լրագրողների տեսախցիկների առաջ հարցակվող թաղապետը ինքը հանգիստ տենց շարունակում է հանրության մեջ մնալ շրջել ու կարող է վաղ մյուս օր գա մեզ ձեզ ումուզի բանանի 40 հոգով հարձակվեն ծեծեն, բայց էլի մնա ազատության մեջ։ Սա էլ բնականաբար խտրական է վերաբերմունքն, որը կիրառում է այս իշխանությունները, այսինքն իր ճուզողներին կալանավորում է, կամ այս վերջերս իբր թե են Ռոման Բաղդասարյանի դեմ գործ են հարուցել ատելություն խոսք տարածելու համար, մինչդեռ Արմեն Գրիգորյանը, եթե հիշեք, հենց այդ բանի ազգամիջյան պարակտումներ ատելության կոչ անելու համար էին բռնել եւ կալանավորման մեջ էլ մահացավ։ Իսկ նորքի թաղապետի դեպքում տեսնում ենք, որ արդեն իսկապես խտրական վերաբերմունք է կիրառվում։ Ու այս խտրական վերաբերմունքը կիրառվում է այն պատճառով, որովհետեւ սրանք այդ կալանավորումը օգտագործում են ոչ թե դատաիրավական process, հա, որտեղ եթե ասենք կասկածյալը մեղադրվողը բանը կարող է խոչընդոտել բանին նախաքննությանը դրա համար են կալանում, այլ որպես պատիժ են կիրառում։ Իսկ բազմիցս ասվել է, որ որպես պատիժ չես կարող կիրառել բանը այդ խափանման միջոցը։ Սա էլ այդ հոդվածի մասին ուրեմն հիշենք, հա, այս իշխանությունները, քանի որ չկարողացան զրպարտության եւ վիրավորանքի երևույթները քրեականացնել մեծ ճնշումների արդյունքում, նրանք գտան մեկ այլ ձև, այդ խուլիգանության հոդվածի տակ մտցնելը, ինչը կրկնում եմ ապօրինություն է եւ մենք ունենք արդեն նախադեպը, որ մարդիկ բան են արդարացվել են։ Հիմա գալով մյուս հանճարեղ թեմային, որը վերաբերում է բանին 44 օրյա այսպես կոչված պատերազմի ժամանակ մեզ բոլորի ստի մեջ պահող Արծրուն Հովհաննիսյանի հերթական ստերին, Արծրուն Հովհաննիսյանը բնականաբար հասկանում ենք, հա, որ ինքնուրույն չի որոշել հայտնվի հանրային հեռուստատեսության եթերում կրկին մեր հարկերով սնվող ու անի բան պրոֆաշիստական ռոպագանդա։ Արծրուն Հովհաննիսյանը մինչ դա եղել է Եվրոպայում եւ Եվրոպայում էլ երևի այդ կարգադրությունները ստացել է, մոտավորապես ապրիլի վերջ մայիսի սկիզբ նա եղել է Եվրոպայում, ամենայն հավանականությամբ այնտեղից էլ այդ կարգադրությունները ստացել է։ Ինչու, որովհետեւ սա նոր բան չի։ Սա այս երկրորդ համաշխարհային պատերազմը նսեմացնելը որպես սովետական միության հաջողություն, սա նախ եւ առաջ արդեն 45 թվականից հետո էր սկսվել, երբ որ Չերչիլն էր արդեն սովետական միության վարկը նվազեցնում, բայց հատկապես բանից 21-րդ դարում արևմուտք եւ Ռուսաստան հակամարտության տրամաբանության մեջ էլ ավելի սրվեց սա եւ ամեն կերպ փորձում են սովետական միության վարկը նսեմացնել, որովհետև այդ սովետական միության իրավահաջորդը Ռուսաստանն է եւ ինչ կապված է Ռուսաստանի հետ, արևմուտքը պետք է նսեմացնի։ Եվ դրա համար է որ մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնին դուք չեք տեսնում այնտեղ բանից եվրոպական առաջնորդներին,
ոչ Մակրոնին, ոչ Բրիտանիայի վարչապետին կամ թագավորին, ոչ ասենք բանից, Լեհաստանից, Իսպանիան կամ Իտալիայից, մի խոսքով, եվրոպական առաջնորդ չեք տեսնում, փոխարենը տեսնում եք Չինաստանին, որը երկրորդ համաշխարհային պատերազմի գործում նույնիսկ բանի դաշնակիցների հետ չէր։ Բայց ինչևէ, այս մասը հասկանում ենք, որ պարզապես քարոզչական մեթոդներ է կիրառվում, իսկ մեզ լսողների համար ուղղակի պետք է այդ քարոզչության թեզերը զուտ հետաքրքրության համար նաև քանդել։ Ինչ էր ասում։ Նա ասում էր, որ Հիտլերը գալու էր եւ Հայաստանի բանը արևմտյան Հայաստանը, պատմական Հայաստանը վերադարձներ հայերին։ Սուտը մի քանի ուղղությամբ է։ Նախ եւ առաջ 41 թվականին բանի ֆաշիստական Գերմանիայի եւ Թուրքիայի միջև կար համաձայնություն իրար վրա չհարձակվելու։ Դա ընդամենը երկու էջանոց մի համաձայնություն էր, որը կնքել էին Թուրքիայում Գերմանիայի դեսպանը եւ արտգործնախարարը միմյանց վրա չհարձակվելու այդ համաձայնություններ, բայց բացի դրանից կար նաև համաձայնություն, որով Թուրքիան այդ քրոմ էր տալիս բանին, մատակարարում էր քրոմ, այդ քրոմը քիմիական նյութը, որը օգտագործվում է այդ մետաղների համար, իսկ այդ զենքի արտադրության մեջ Գերմանիայի համար շատ անհրաժեշտ էր, այդ քրոմը, այնտեղ տանկեր, մանկեր, այդ ամեն ինչում այդ պողպատները այդ սարքելու համար դա մեծ անհրաժեշտություն էր։ Ու քանի երբ որ Գերմանիան արդեն սովետական միության վրա էր հարձակվում, սովետական միությունը դե քրոմ ունի, բայց դադարում է բնականաբար Գերմանիային տալ եւ դա տալիս է ով Թուրքիան, որտեղ Թուրքիայում էլ կա։ Թուրքիայում էլ կա այդ քրոմը ու քրոմը հիմա արդեն մատակարարում է այնտեղ 50,000 տոննայի քրոմա մատակարարում։ Թուրքիան ֆաշիստական Գերմանիային։ Այսինքն Թուրքիան օգնում էր Գերմանիային, որպեսզի կրվի սովետական միության դեմ, դաշնակիցների դեմ։ Իհարկե դաշնակիցների հետ էլ էր Թուրքիան համաձայնության մեջ, այնպես չէր, Թուրքիան ինքը չեզոք դիրք էր բռնել ու երկու կողմերից օգտվում էր, ոնց որ հիմա էլ եթե տեսնեք ինքը Ռուսաստանը արևմուտք հակամարտության մեջ չեզոք դիրք է բռնել, այնտեղ մեկ-մեկ այտենց մի քիչ ավելի արևմուտք, մեկ-մեկ մի քիչ ավելի բան Ռուսաստան եւ օգտվում է, հա, այդ իրենց հակամարտությունից։ Իրենց հակամարտությունը միշտ արևմուտք եւ բան Ռուսաստան հակամարտությունը Թուրքիային տալիս է հնարավորություն օգտվելու։ Հիմա երբ որ Ռուսաստանն ու Ամերիկան արդեն իրենց հարաբերությունները բարելավում են, այստեղ արդեն ոնց է սկսում է ավելի քիչ օգտվել։ Ու իհարկե Գերմանիան նաև 1945 թվականի արդեն պատերազմի հետ, որը արդեն ավարտն էր, հայտարարում է պատերազմ, բայց ձևական, որպեսզի հետո ապագայում ստեղծվող ՄԱԿ-ի անդամ դառնա, բայց սա հասկանանք այդ իմաստով, հա, որպեսզի Արծուն Հովհաննիսյանը ոնց որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ մեր տղաները զոհվում էին, այդ թվում ես եւ դուք կարող եք այնտեղ զոհվեինք, իսկ Արծուն պատերազմը ստեղ ստեր մեր մահվան մասին, ինքը հիմա հանրային հեռուստատեսության եթերով պարզապես ոչ թե մասնագիտական հմտություններն է իրա ներկայացնում, այլ ստելու եւ սրա նրա ասածը վերաշարադրելու հանրային հեռուստատեսությամբ, ընդ որում հայկական զինվորական հարմազգեստով ասելու հմտություններն է իրականացնում։ Մինչդեռ քանի որ սրանք փորձելով այդ սովետական հաղթանակները նսեմացնել մի հատ նորից ասեմ, հա, սա որ սովետական հաղթանակները նսեմացնելու process-ի մեջ պետք է հիշել, որ սրանք շատ ավելի նման են բոլշևիկներին, ինչ իմաստով 1920 թվականի մայիսյան ապստամբության ժամանակ, երբ որ Հայաստանը կամաց ոտքի էր կանգնում, բոլշևիկները դավադրություն սկսեցին Հայաստանի դեմ, հա, այնտեղ Ալեքսանդրապոլում, Դիլիջանում ու այդ իրավիճակում շատ ծանր հարված էր Հայաստանի համար։ Իսկ ովքեր էին այդ իրավիճակը փորձում շտկել, դաշնակցականները, որ այդ ժամանակ դաշնակցական էր կառավարությունը, բայց ընդհանուր այդ իրավիճակը շտկելու համար առհասարակ տրվեց դաշնակցություն կուսակցությանը իրավիճակը շտկելու։ Իսկ բոլշևիկները ամենավատ հայհոյանքներն էին անում դաշնակցականների հանդեպ եւ այդ պետական գործիչների հանդեպ, որոնք այդ տարիների ընթացքում կարողացել էին պատերազմներ հաղթել ու շտկել իրավիճակը։ Այս իմաստով տեսեք ինչ նման են այս սրանք ու այս
բոլշևիկները ու այս իշխանությունը, հա, այդ պետական գործիչներին անընդհատ նսեմացնելով։ Բայց մյուս կողմից հետաքրքիր այլ պարադոքսի մեջ է անգնում, որովհետև երբ որ դու ճշմարտության կողմնակից ես, դու քո անընդհատ քո սուտ թեզերով անընդհատ պարադոքսների մեջ ես մտնելու։ Արծուն Հովհաննիսյանը ով է, Նիկոլ Փաշինյանի քարոզիչներից, ճիշտ է։ Ինքը ասում է, որ գալու էին գրավեին մեր արևմտյան Հայաստանը, բայց նրանց քարոզը ո՞րն է, հրաժարվել հայոց ցեղասպանության ճանաչումից, հրաժարվել մեր հիշողությունից, արևմտյան Հայաստանից, մոռանալ, թե թուրքերը մեր նկատմամբ ինչ անարդարություններ են արել, մոռանալ Արցախը, այդ ամեն ինչը մոռանալ։ Բայց Ռուսաստանի դեմ նրանք կիրառում են այն թելերը, որ իբրև թե տեսեք, բան է, ֆաշիստները մեզ օգնելու են, որ մենք վերադառնայինք մեր պատմական Հայաստանը։ Այսինքն հիմարությունների մեջ են ընկնում, սրանք անընդհատ այդ իրանց ոչ Հայաստանի հողի վրա արվող քարոզի, Հայաստանի շահերից բխող արվող քարոզի, այլ ուղղակի տենց իրանց ագենտուրաների անելու քարոզի։ Եւ մյուս կողմից, եթե նայենք, եթե հիշեք Ժաննա Անդրեասյանն էր, որ Գարեգին Նժդեհին ֆաշիստ էր կոչում, հիմա ու ասում էր, որ շատ վտանգավոր է։ Հիմա փաստորեն Պետրոս Ղազարյանը պետք է Ժաննա Անդրեասյանը, որը իր կինն է, եւ այդտեղ է նեպոտիզմ կա, հա, մեկը հանրային հեռուստատեսություն է քարոզներ անում, մեկը կրթության նախարարությունում։ Ու պիտի իրար մի հատ հարցնեն, լավ, հիմա եթե Նժդեհը ֆաշիզմը, դա վտանգավոր էր, եթե ֆաշիստները գային եւ արևմտյան Հայաստանը օգնեին գրավել, թե այնուամենայնիվ վտանգավոր չի։ Այսինքն պարադոքսները անընդհատ են լինելու այս ԿՊ-ի կյանքում, բայց մեզ համար, մեր ուղեղը առողջ պահելու համար մենք պետք է իմանանք ինչի համար են նրանք անում։ Եվ այս ամենը ոչ թե կապված է Հայաստանի կամ ԿՊ դեմի կոմիտի լրիվ ուրիշ գործ է շահերից, այլ բուն այդ թե Ուկրաինայում է սա արվել, թե Մերձբալթյան երկրներում են սա արել, այսինքն այս Վրաստանում են արել, այս տարածաշրջանը հակառուսական սարքելու։ Բայց մենք մեր մտքում պետք է պահենք, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը դա միայն Ռուսաստանի հաղթանակը չի, դա մարդկության հաղթանակն է, դա բոլորիս հաղթանակն է, դա թե Անգլիայի հաղթանակն է, թե Ֆրանսիայի, թե ասենք բանի Չինաստանի, որտեղ Ճապոնիան էր ֆաշիստ, մարդկությունը ինքը կարողացել է հաղթել մի իմաստի, որը ուզում էր ասել, որ ես իմ տեսակը բոլորից հետ գերադրական է, գերագույն է, որ ես կարող եմ ամեն ինչ անել այս աշխարհում ձեր հետ, որովհետև ես ձեզնից բարձր եմ։ Սա ենք մենք հաղթել եւ սրա դեմ ենք հիմա նաեւ կռվում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, ինչպես նաեւ կոռումպացված ԿՊ-ի դեմ, անիվացված